կարծիքով, որ սա գալիս է, քանի որ մենք փոքր երկիր ենք, նո կարելի ասել ինդուստրիան մեզ մոտ դեռ այդքան զարգացած չի, պետք է լինի ընդհանուր իդեալոգիա, հա, նաև մեր, ասենք, ստրուկտուրաների կողմից, հա, մեր ֆինանսավորում, մեր ֆոնդերի կողմից, մշակույթի նախարարության կողմից եւ այլն, այսինքն երբ որ բոլորը կունենան ընդհանուր իդեա, դեպի ուր ենք մենք ուզում գնանք, հա, այդ ժամանակ արդեն ըստ դրա լոկալ ուրեմն շուկան եւ դրսի շուկան արդեն սիստեմնես կհայտնվի, հա, ինչ որ եւ ամեն մեկը կհասկանա ինքը որ նիշայում է գտնվում եւ ուրա գնում, հա, նույն ասենք այդ ֆինանսավորման մեխանիզմները այսօր ես համարում եմ, որ իրանք քեոտիկ են։ Քեոտիկ ճիշտ ասեցի։ Քաոսային։ Հա, հիմա մի հատ օրինակ եթե թույլ կտաս, ես եմ ընդհանուր միտքը արտահայտելու համար, հեսա տականում եմ, էլի։ Թեմային մեջ, հա։ Բանը, նայ, տես, գոյություն ունի ուպրավլենիցներ, օրինակ ես միշտ համարում եմ, որ ցանկացած ուպրավլենից պիտի իր ուրեմն աշխատողների, իր դիպարտմենտների աշխատանքին ծանոթ լինի ինչ-որ փորձով, հա, բայց լինում են նաև ավելի մասշտաբնի, օրինակ չինովնիկների մակարդակի ուպրավլենիցներ, հա, որ նամանան մեր պարագայում, երբ որ ասենք տարբեր նախարարություններ կցված են մի նախարարության մեջ, ասենք սպորտը, դեպրակտոլոգիա, այնտեղ չգիտեմ, կուլտուրա եւ այլն կրթություն, գիտություն եւ այլն, հա, դժվար է իհարկե բոլոր, այո, շատ մանր, դետալնի իմանալ բոլոր ուրեմն դիպարտմենտների ուղղությունները, ստրատեգիաները եւ իդեալոգիան չէ, իդեալոգիան մի հատ պիտի լինի, հա, ուր ենք մենք ուզում գնալ, այսինքն Հայաստանը որպես երկիր իր արտադրությունով, հա, իր իդեալոգիայով ուր է գնում, հա, եթե գնում է լոկալ շուկա, it's okay. Եթե լոկալ շուկան է կարևոր, ինձ թվում է այդ ֆինանսավորման կանոնակարգերն էլ գրել շատ հեշտ կլինի, հա, այսինքն լոկալ շուկայի մեջ մի քանի մարդ է որ կոմերցիոն ֆիրմա անում, բաժանում են իրանց միջև, հետո էլ ասում են մեզ հետ տվեք։ Իրանք կոմերցիոնի փող չեն տալի։ Դե չէ, ես գիտեմ դիմված կոմերցիոններ, որոնք ստացել են։ Որ sense բանի վրա է, էլի։ Հա, ամեն դեպքում այդտեղ արդեն լոգիկա կա, որ գումարը պիտի վերադառնա եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց եթե ստեղծվի իդեալոգիա, հա, այսինքն նույն այդ ուպրավլենիցը, երբ որ ինքը դա կարող է լինի, հա, որ ուպրավլենիցը կոնկրետ այս կինոինդուստրիայում այդքան խորը ոնց որ մենք օրինակ ամբողջ կյանքում, հա, աշխատում ենք տարիներով, դու, ես, դուք ապագայում, հա, դուք շուտով գնում են շուկաներ դրսի, կրթվում են, փոխանակվում են փորձերով եւ այլն, կարա լինի, բայց դրա համար այդ մարդուն տրվում են խորհրդականներ, չէ՞։ Բնականաբար, հիմա մեր պարագայում ես ամենայն հարգանքով եմ ասում, որտեղ էլ եմ ասում, մենք չունենք ագրեսիա, ինչպես մենք ստակեցրել ենք, մենք փորձում ենք լինել մի խումբ եւ բոլորս միասին բոլորի հետ ընկերություն անել, խնդրել, որ մեզ լսեն եւ գնանք առաջ, օգտագործելով եւ տալով նաեւ մեր փորձը եւ վերցնելով ուրիշների փորձը։ Հիմա, եթե այդ խորհրդականները, օրինակ, չգիտեմ, այդ ոնց որ բալիրոնին ասես արի սվարочный станоկի վրա սվար կա, օրինակ։ Եթե в принципе այդ ստանոկը, չգիտեմ, սվարочный станоկը լիներ ավտոմատիզիրованный Panasonic, հələ ասեր լավ, կանգնի նայ, երբ որ զբոյ տա, մեզ ասա, ամել աշխատավարձ կստանաս։ Это одно дело, բայց երբ որ այդ ստանոկն էլ ավտոմատիզированный չի, это Panasonic, հասկանում ես, գոնե խորհրդականները պիտի տեղյակ լինեն շուկայից, կամ եթե տեղյակ չեն, գոնե լսեն հասկանան։ Հիմա մենք գնում ենք կան։ Եվ ստեղ դու երևի ինձ կօգնես շարունակել այս թեման։ Դե Զարա ջան, ես ամբողջովին համաձայն եմ քո հետ, շատ կարևոր բան ասեցի, որ մենք պիտի կարևորը հասկանանք ուր են գնում, ինչի համար, вообще մեզ պետք է այդ կինոն, թե вообще պետք չի, կարող է вообще պետք չի մեզ, մի հատ հասկանանք մենք մեր համար ինչ ենք անում։ Իհարկե պետք է, ես այդ պրոստո սարկազմ եմ։ Բայց ես հիմա ապրելով ահագին տարի հիմա տեղափոխվելով Հայաստան, հետո հասկացա ուսումնասիրելով շուկան, հասկացա, որ պետք չի պետական, այսօր կանոնում ասեմ, որ մեր գիլդիան, կինոռեժիսորների ու պրոդյուսերների գիլդիան առաջին անգամ вообще պատմության մեջ վերցել է վիլա, որը կոչվում է հայկական տուն, ու փորձում մենք հենց փոքր երեխու պես փորձում ենք, բայց այն լավ ճարպիկ երեխու պես էլ, որտեղ վիլայա, փարթի, մի քիչ 18+ երեխեքի պես, մի քիչ ավելի երիտասարդի պես։ Ուզում ենք ինչ-որ բան մեր մասին ասենք, որովհետև երբ որ գնում ես Կանի փառատոն ու տեսնում ես, որ տարբեր երկրեր ոնց են ներկայացված, ոնց են իրենց երկիրը հարգում, ոնց են իրենց երկրի հպարտորեն ներկայացնում, ես հասկանում եմ, որ մենք շատ մշակութային երկիր ենք, մենք ուժեղ ենք, ու այդ ամենը չպիտի հենց այնպես թողվի։
Դրա համար օրինակ իմ կարծիքով հենց այդ գիլդիայի գաղափարը ինձ հետաքրքրեց նրանով, որ մենք կարանք միավորվենք բոլորս ու էլ պետք չլինի այն վերևի էքսպերտների խնդիրը։ Այսինքն մենք իրանց ասենք, մենք ուժենք, հա, մենք ուժենք, մենք ունենք ֆինանսել ունենք, ամեն ինչ էլ ունենք։ Դուք օրենքով մեզ ապահովեք, օրինական դաշտը, իսկ մնացածը մենք կանենք ստեղ։ Իրականում պետության ֆունկցիան իմ կարծիքով օրինական դաշտի երկրի հա այդ ճիշտ բաները պահելն։ Մի բան կարող եմ նշել, բայց լիովին համաձայն եմ, բայց մի հատ մեջբերում հանկարծ չեմ ուզում ցիծիռվից անեմ սովետը, երբ որ կար ցենզուրա, հա, բայց օրինակ մեր օրինակով ես պետությունը ավելի եմ կարևորում, գիտես, որ հարցերում կոնտրոլ ինչ որ հարցերում, ինչ առումով, տես, հա, ստրուկտուրնի առումով, սիստեմնի առումներով, այդ իդեոլոգիան որ գալիս է, հետո սիստեմա է, չէ, ձևավորում, ստրուկտուրա է ձևավորում։ Հիմա նա ինչա կատարվում մեզ մոտ։ Ես էլ եմ կրկնում ոչ մեկին, ես ոչ մի դեպքում չեմ կրիտիկավաց անում, հա, դա գալիս է մի սիստեմնստից, այլ ոչ թե կոնկրետ անձի, ոչ կոմպետենտությունից, հա, դրա համար ոչ մեկ թող հանկարծ կրիտիկա սա չընտրի, նա ինչ ունենք ակադեմիա, մի հատ ստեղծված, չգիտեմ, որը նայտես, ասում ես երկիրը, որը Netflix-ա բերում, կամ չգիտեմ, HBO-ա բերում, լեվոր տենց, հա, իրանք գնում են, ասում են, որ այդ մեր իդեոլոգիան է, մենք ուզում ենք դա տեղի ունենա, չէ, այսինքն, տես, մի հատ ակադեմիա, որից իրանք նույնիսկ տեղյակ չեն ցավոք սրտի, որը ամեն տարի ընտրում է Հայաստանը մի ֆիլմի հնարավորություն ունի մասնակցության Օսկարի։ Իրանք ինչ որ ընկերական շրջապատով բոլորը շատ լավ մարդիկ էլ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ այդ ընտրությունը տեղի է ունենում sense «Привет, брат», «Как дела», «Ну чё, там посчитали голоса»։ Հասկանում ես, ես ներկա եմ, ես ականատես եմ, դա ոնց է ընտրվում դա։ Այսինքն չկա խորը մի հատ թափանցում, տակ այսօր ինչն է ակտուալնի։ Մի րոպե, այստեղ ռուսական փող կա։ Հիմա վիճակը սենց է, այս ֆիլմը տալով մենք ուղղակի հասկանում ենք, որ մենք կորցնում ենք այս տարի ինչ որ շանս մտնել Օսկարի մրցույթ long list կամ short list։ То есть, այսինքն կոնկրետ ինչ որ մի խումբ մարդիկ, գրագետ մարդիկ, բայց chaotic իրավիճակում ինչ որ ֆիլմ են ընտրում, պետությունը դրանից տեղյակ չի, բայց պետությունը cash rebate է անում, Netflix-ը, հասկանաս, դա արդեն մի համակարգի ինչ որ ոչ, հա։ Մյուսը, ասենք, մենք հիմա ինչ որ մրցանակաբաշխություններ տեղի ունեցել, ես անկեղծ նույնիսկ չգիտեմ այդ մրցանակաբաշխությունը, որը տեղի էր ունեցել, ով է, ինչ ստրուկտուրա է դրա դա ղեկավարում։ Էլ եմ ասում, մարդիկ կարող է գրագետ լինեն, բայց chaotic system-ում դա շատ դառնում է chaotic եւ ոչ, այսինքն դուք տալիս եք ինչ որ բանը, ապսեյա, չէ, ինչ որ մեր նացիոնալնի ինչ որ ցույցի մրցանակա, չէ, դա այնտեղ 90% ֆիլմերը, որը ես տեսա, լոկալ շուկայի ֆիլմերն են, ինչի շատ բարձ պատճառով, որտեղ շատ պրոդյուսերներ նույնիսկ օրինակ տեղյակ չեն եղել, որ կարելի է դիմել այդ մրցանակը։ Չէ, իրականում ես քանի որ չնայած նոր գիլդիայի նախագահ եմ, բայց ես մասնակցեցի այդ բաների, իհարկե։ Ինչքան հասցրեցի, դու ժամանակ ինչքան հասցրեցի, հա, նոր բան է, չէ, ուրիշ առումով եմ ասում, որ օրինակ ամերիկացին է եղել տեղեկացված, ճիշտ է, շատերը չեն կարացել տեղեկա, բայց այդտեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Դաշտում մենք երբ որ ուսումնասիրեցինք ինչ ֆիլմեր կա մեր գիլդիայի կողմից, մենք հասկացանք, որ այդ քանի տարվա մեջ նկարվել է, ասենք, 10 հատ լոկալ կինոներ, ասենք, անուն չդնենք բարձրացած։ Ու նկարել են մեր գիլդիայի անդամները։ Մեր գիլդիայի հետ կապված շատ մարդիկ ասում են՝ «Խի այս ֆիլմը խի»։ Մենք ունենք այն ինչ ունենք։ Մենք ունենք անդամներ շատ հարգված, ասել, քեզ շատ գրագետ, կրթված մարդիկ, որոնք կոմերցիոն պրոյեկտներ են անում, ու իրանք ոչ ոք իրավունք չունի իրանք արգելելու այդ։ Ու գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ մեր թիմի, այսինքն մեր գիլդիայի անդամները, մեր թիմի անդամները, կարելի է եւ ասել, իրանք ամեն մարդ ներկայացնում է իր ֆիլմը։ Մենք իրավունք չունենք ոչ մեկ, ասենք դու չպետք է ներկայացնես։ Ճիշտ է, դրա խնդիրը ներկա չէ, ներկայացած բոլորը պիտի ներկայացնեն։ Հա, То есть եթե գոյություն հա, բայց Զարա ջան, հետաքրքիր բան, ասեմ քեզ, մենք շատ գաղտնիներ վերջում որ բացել, ես դա մինչև վերջ չեմ իմացել ով է եղել, անգամ որ այդ սաղ կազմակերպել էինք, որ նայեցինք ինչ մարդիկ ինչ ֆիլմերի են քվեարկել։ Ես միշտ մտածում եմ, որ այդ մարդիկ, ասենք, հեղինակային կինոյի հետ կապված, ասենք, այդպես նախասիրություններ ունեն։ Բայց դե ամեն իմ կարծիքով այդ շատ կարևոր է բաց լինելը, ու ոչ մեկը չի կարող ասել, ես կինոն մի սիրեմ, կինոյին ձայնը տու։ Ես ընդհանրապես դրա մասին չի, ես սիստեմայի մասին եմ խոսում, հա, то есть կառուցվել է այդ համակարգը, հա, it's okay, կայֆ, ինչքան շատ լինի, այնքան լավ, բայց
նայ շուկայում պետքա լինի ինչ-որ մոնիտորինգ։ Ես նաև նշեցի, ես վերջերս մենք նույնիսկ չունենք, ասենք box office information, հա, մեր ֆիլմերի, ասենք, չենք կարողանում ստատիստիկա պահպանել, հասկանալ որ ֆիլմը ինչքան box office-ը ունի, այս մանր գնամ ավելի վերադառնամ գլոբալին։ Օրինակ, տարվա մեջ, անցած տարվա մեջ մի քանի ֆիլմ, որ Հայաստանը տասնյակ տարիներ չի եղել նման A կլասի փառատոնում, условно ասենք, հա, հիմա չկա այդ ABC-ին, բայց հա 3 ֆիլմ, տոլի 2 ֆիլմ անգել, հա։ Այդ ռեժիսորները, այդ պրոդյուսերները տեղյակ չեն եղել, հա, ես չեմ արդարացնում այդ պրոդյուսերներին, որ իրանք տեղյակ չեն, բայց все-таки սբոյ է եղել, ասենք, ես կարող եմ անուններ տամ Ֆրանգյան, Իննա Սահակյան, ես, ասենք, իմս ընկել էր Վենետիկ, Շողակաթ, Իդֆա, Իննա Սահակյանը все-таки, հա, Ավրորան եւ մյուս ֆիլմերը ով էլ շատերը իսկապես շատերը Զարա ջան, կներես էլի խոսքը շաքարով կտրեմ։ Իրականում պատկերացրա որ այդ գիլդիան մեր պրոդյուսերներ ռեժիսորներ որոնք ձեզ պիտի հասցնեին, ասենք դուք էլ գիլդիայի գիլդիան է կազմակերպել։ Իհարկե, այդ գիլդիան նոր է, մենք մինչև գիտակցեցինք, ասենք մի ամսվա մեջ մյուս տարիներին գիլդիա եղել է որը չի աշխատել, իրանք չեն աշխատել։ Այսինքն գիլդիա մարդիկ եղել են անդամներ գիլդիայի, բայց այդ գիլդիան եղել է պրոստո կոնստրուկցիա է եղել։ Ոչ մի բան չի եղել։ Ես եկա գիլդիա, միավորեցի իրար ու սկսեցի մարդկանց հավաքել։ Դա տևեց 1 ամիս, մարդիկ պրոստո չգիտեն դրա։ Ես չհասցրեցի, ես ուզում եի քո հետ հանդիպեի, բայց այդ տևել է մի ամսվա մեջ, Իննա Սահակյանի համարը չկարողացա գտնել։ Մի հատ հարց տամ, то есть այդ մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում, դա փաստորեն ամեն գիլդիան տալիս է ամեն գիլդիան իր անդամներին ասում, այսինքն մենք հիմա գիլդիայի անդամներ ենք 4 հոգով։ Մենք մեր 4 ֆիլմը, հիմա Աստված տա մյուս անգամ մենք արդեն կկազմակերպենք մեր գիլդիան, որովհետև մեզանից առաջ էր կազմակերպված, մենք ոնց որ ներմուծվեցինք այդ ու շարունակեցինք, ինչ ունենք, այն ունենք։ Հիմա որ նոր ունենք, նոր է այս գիլդիան, Զարա ջան, խնդրում եմ շատ չդատեք։ Գիլդիան չեմ դատում է։ Ախր այդ եմ ասում, նա ինչի է պետության կոնտրոլը կարևոր։ Պետք չի պետությունը կոնտրոլ անի։ Պետությունը հենց մտավ մեր մեջ, պետության ֆունկցիան չի դա։ Ամերիկան խի է Չի մտնում մեր մեջ, ինքը обеспечивается անում отдел Չի կարա գիլդիա, չէ, իրանք գիլդիա չեն կարա անեն դա։ Ինքը եթե մենք հիմա կանենք, կներես, էլ ցավ տանեմ, անդադ քեզ բան եմ անում, ազաներովսում։ Պրոստո ես ասեմ իրականում ոնց է գիլդիան։ Գիլդիան անկախ կինո ռեժիսորներ են, կինոպրոդյուսերներ են, որոնք միավորվել են, ուզում են ինչ-որ բան անեն։ Մենք բոլորս անկախ ենք, բոլորս անկախ։ Ես ցենզուրայի ուղղակի կողմնակից եմ շատ։ Ցենզուրան մենք ենք դնելու։ Հիմա մեր գիլդիայի նպատակն է հիմա հենց այդ անել։ Այսինքն մենք միավորվում ենք, մենք մշակում ենք մեր իդեոլոգիան, հիմա համարյա 60 մարդ ենք։ Ու սաղ ակտիվ աշխատողներ կան, ու էլի կլինեն։ Օրինակ հիմա Պետրոսը չկա գիլդիայի մեջ, դու հեսա արդեն կաս, բայց օֆիցիալնի կլներ, սաղ արդեն օֆիցիալնի կհավաքվենք, կգնանք կգանք, մի հատ կհավաքվենք, բոլորս իրար հետ կծանոթանանք։ Ու մենք կորոշենք, մենք ինչ ենք ուզում, կքննարկենք մեր իդեոլոգիան որն է, մենք որ ուղղությամբ ենք եթում, մենք խարտիա կընդունենք գիլդիայի հետ կապված մեր կանոնները, որ մենք այս մարդկանցով այս կինոները չենք ընդունում, որովհետև եթե ասենք մեր Հայաստանի դեմա, մեր էսի, մենք կընդունենք խաղի կանոններ մեր համար։ Ու մենք ուժեղ կլինենք։ Այդ ժամանակ Եթե մեզանից մեկը խախտի, անգամ ինքը իրավունք ունի խախտել, բայց ինքը կիմանա, որ ինքը մեր խարտիայի այդ օրենքը խախտեց։ Մենք որոշել ենք, ու մենք հենց կդնենք այդ հիմքը, սիրո հիմքը, իրար հետ գործակ աշխատելու հիմքը ու այն նպատակները, որոնք մենք ունենք մեր այս երկրում։ Ու այդ ժամանակ անպայման, ես հիմա նպատակ ունեմ, անպայման վերցնենք ստացիոնար աշխատողներ, որոնք սկսեն մոնիտորինգ անել, որոնք ասենք մյուս տարի մենք արդեն կանենք մրցանակաբաշխություն մեր գիլդիայի մենք մեզանով կնստենք կորոշենք բոլորին ասենք հայտ տվեք այդ ժամանակ արդեն այդ համակարգը կաշխատի հիմա ինք շատ թերի էր բայց ես միշտ կողմնակից եմ որ մեկը կինո է նկարում ասում ինչ ֆիլմ է նայում եմ ֆիլմ ասում եմ ես միակ բան կարամ ասեմ Հայաստանում ցանկացած ֆիլմ նկարելը հերոսությունն է ես քո ֆիլմին չեմ կարող ոչ մի գնահատական տամ որովհետև շատ ճաշակային խնդիր է շատ հարցեր կա դրա մեջ դրած ու շատ կարևոր է մենք հասկանանք Հայաստանում, որ ընդհանրապես իրար անուն դնելը, որ ֆիլմը ցանկացած ֆիլմ, այդ ճաշակի խնդիր է։ Շատ սուբյեկտիվ, գերսուբյեկտիվ խնդիր է։ Իհարկե կան միջազգային ստանդարտներ, որ
իրանք ցույց են տալի, այս կինոն կան հաղթեց, արդեն բոլորս հասկանում ենք, այս կինոն այդ ստանդարտի մեջ է մտնում։ Բայց քո ներքին ստանդարտով հիմա շատ մարդիկ անօրենք ֆորտում են, ասում են շատ վատ կինո է, շատերը հիանում են դրանով։ Այսինքն ոչ մեկ չի կար այդ 8000 կինոակադեմիկները, որ ընտրել են, այսինքն միջինացված ընտրություն է։ Ես ոչ մի դեպքում չեմ խոսում այս կինո լավն է, այն կինո վատն է։ Երբ որ ես ասում եմ կոմերցիոն ֆիլմ, ես արդեն գիտեմ շուկան։ Ու գիտեմ, որ այդ պահանջարկը կա, այսինքն ամեն ֆիլմը ունի իր շուկան։ Սա կինոյի քննադատության մասին չի խոսքը։ Ես խոսում եմ ընդհանուր սիստեմներից, հա, ու իդեոլոգիայից։ Բայց ես ունեմ նաև մի հատ բան, переживание, անհանգստություն, որտեղ այն ինչ որ դու ասում ես, այդ շատ գեղեցիկ է, շատ պրոֆեսիոնալ է, ու դա եղել է իմ երազանքը, որ իսկապես ձևավորվի ստրուկտուրա, սիստեմն է, բայց չունենա երազանք, այլ ստաբիլ ունենա ճիշտ ֆոկուսավորված աշխատանք, այդ ֆոկուսը շատ կարևոր է։ Դե նայ, հիմա անհանգստությունը, լավ, դու ասա, ես ասեմ։ Ոչինչ, չէ՞ որ սենց արի սենց լավ։ Դե դու ինձ բան կանես։ Հեսա Սոնային ու Պետրոսին էլ բան կանենք, կխոսանք իրար հետ։ Սոնան հաստատ գիտի այդ հարցը։ Կանի վիլայի վարձելը ու այդ շատ դու հասկանում ես, ասենք ինչ էր կարելի, որ պետություն բան չունես դու ինքնուրույն ու ես, չգիտեմ, ալիգարխ չեմ, ես իմիջ չեմ, միավորել, ոգևորել մարդկանց, որոնք համաձայնվել են առանց, չգիտեմ, ինչ բաների մտնեն այդ բանի մեջ, հենց այդ իմ համար մեսիջը մեր կինո գործիչներին, իմ գոլեգաներին, մեր բոլոր ռեժիսորներին ու պրոդյուսերներին, որ մենք եթե նպատակ դնենք, կարանք անենք։ Մեր նպատակը, միակ նպատակը իմ կարծիքով մեր այսօրվա այդ սիրո մթնոլորտն է, որ բոլորս իրար սիրենք, հարգենք։ Այդ հարգանքը կբերի պրոֆեսիոնալիզմ, որտեղ Զարա ջան, դու ունես լիքը պոտենցիալ։ Պետրոս ունի իր պոտենցիալը, Սոնան իր պոտենցիալը, ես իմ։ Մենք առանձին գործում ենք այս երկրի մեջ, չիմանալով իրար հարցերը։ Կարող Պետրոսը մի հատ իր համար մեծ խնդիր է, իմ համար ստից խնդիր է, կամ ես մեծ խնդիր ունեմ, Պետրոսի համար մի հատ սենց է այդ լուծելը։ Բայց մենք չգիտենք իրար մասին, ես տեղ եմ ներվում, ինքն տեղ եմ ներվում։ Իմ կյանքի մեջ շատ ատես դեպքեր եղել։ Ես մարդկանց եմ հանդիպել, որ այն խնդիրը, որ ես ունեցել եմ, որ կյանքի մահու է եղել, այդ մարդը կարող մի հատ սենց ձեռքով հարցը լուծել։ Բայց կողքս ա եղել, ես չեմ իմացել, որ ես իրեն կարամ խնդրեմ դա։ Հիմա խնդիրը նա որ պետք է միավորվենք ու այսօր Սոնայի զրուցեցինք, թող Սոնան ասի, կակրաս իմ կարծիքով, օրինակ ինչ տեղի ունեցավ, չէ՞։ Ես նոր մենք ճանաչեցինք իրար։ Ես հենց համարյա 15 տարի, այս տարի կլինի 15, ես այդ մարքետներին գնում եմ, չէ՞։ Միշտ ուզեցել եմ, որ պետության կողմից ինչ որ ներկայացություն լինի, որ ինչ որ մեջքի պես, որտեղ գիտեք ոնց, այդ սա պրոֆեսիոնալ ատմոսֆերան, ամբողջ մարդիկ այնտեղ աշխատում են առավոտվա 7-ից մինչև 6, ու իրանք սպասում են երեկոն երբ պիտի գա, have fun, հա, relax, have fun, ու այդ fun-ի ժամանակ շատ այդ ամբողջ օրվա աշխատանքը ասես տալիս է իր պրոդուկտիվությունը, բոլորս գիտենք, բոլորս մարդ ենք եւ ունենք մեր շատ པարզ ինստինկտները, հա։ Հիմա Սոնան ինչ է ասում, փաստորեն վիլան, որը վերցվել է, լինելու են փարթիներ, լինելու է շատ լավ ատմոսֆերա։ Հա, դու ասա ու դրա իրականում հայեն ամենից ինչ որ խոսում եք, ես ավելի ուզում եի կողքից այտենց լսեի, սովորեի, հասկանայի ինչ է կատարվում, որովհետեւ իմ համար շատ նոր է ոլորտը ու շատ լավ հնարավորություն է ձեր հետ խոսալու, սենց cozy միջավայրում։ Իրականում շատ ոգևորված եմ, որ գնում են կան, որ այսինքն երբ որ արդյոք այդ նոր էինք խոսում, այդ գիլդիայի հետ կապված այդտենց շատ մեծ երազանքեր, իմ գլխի մեջ вообще մեծ երազանքեր կան, ճանապարհորդել, գնալ, գիլդիա, կինո։ Իմը որ արդեն զգում եմ այդ ինչքան իրական է, համ շատ ոգևորված եմ, համ էլ սենց շատ ինչ որ պատասխանատվություն, լրջություն եմ զգում սենց իմ մեջ, իմ վրա։ Իրականում այն ոնց որ հիմքը որ կա, ինչի վրա որ ի սկզբանե Արտյոմի հետ խոսացել ենք ու փորձել ենք ստանանք այդ վիլան, այդ ոնց որ այդ ընկերությունն է, այդ ավելի ոչ ֆորմալ ատմոսֆերան է, որտեղ կարանք հանդիպենք, կարանք խոսանք իրար հետ, նաև հյուրերին Marché des Films-ի ընդհանրապես կանի հյուրերին հրավիրենք, արդեն ինչ որ Սինանդոյով ունենք միտինգներ դրած, իրանց հրավիրենք մեր մոտ, որպեսզի ծանոթացնենք հայկական մշակույթին, ուտելիքին, խմիչքին, ֆիլմերին, ամեն ինչին, ինչը որ կապված է մշակույթի հետ ու ինչը որ կօգնի հյուրին ու արտասահմանցուն ավելի լավ, ավելի պատվավոր, ավելի ջերմ ու ոչ ֆորմալ ձևով ճանաչել Հայաստանը։ Ինչ է ստացվում ստեղ, Արտյոմ ջան։ Այն ինչ որ ես ուզում էի, մտածում էի որ պետության կողմից կկազմակերպվի, ամեն դեպքում պավիլյոնը կա լավ, բայց ինչ արեցիք դուք։ Հիմա նայեք,
այդ 15 տարին եմ ասում։ Այսօրվա դրությամբ այդ հնարավորությունը կա, ես ինչ եմ անում, գնում եմ face to face, օրինակ ես, ու ինպես ով որ գնում, հանդիպում ասում լսի, գնում ենք խմելու։ Այո, բարբեկյուն դե դրած է։ Բարբեկյուն դրած է։ Ես ես հավատացնում եմ, եթե ինքը պետք է գնար ինչ որ հանդիպեր մի հատ ուրիշ իր կլասի բոմ պրոդյուսերի ու իրանք sense պետք է ունենային sense ինչ որ boring talk, հələ մի հատ էլ երեկոն, ինքը զանգելու է իրան, ասի listen, let's do it tomorrow։ Ինքը գալու է վիլա։ Ու տենց մարդիկ, օրինակ այսօր ես ասում եմ, այս Վենետիկի այս ֆեստիվալի, ասենք դիրեկտորն են ֆեստիվալի նույն հենց կանի, նույն Տիերի Ֆրեմոին կարելի է հրավիրել, հա, նույն ասենք նաև իր դիպարտմենտին, որի այդ շփումը կա 10 տարի արդեն, հոп, դուք ինձ տալիս եք օրինակ ձեր invitation-ը, ես իրանց գրում եմ, ասում եմ գնացինք ու այդ ինչ որ Արտյոմը ասեց, հա, որ ասում է սովորել բան, ինքը ասում է team work-ի մասին։ Հա, то есть networking-ը ինքը մենակ ասենք, то есть միավորվել ու հավատա այդ մարդկանցով ես կգամ, ինչ որ մեկը կգա իր մարդկանցով, այն մյուսը ինձ պետք կգա, իմ բերածը մյուսին պետք կգա եւ այլն, եւ դա կդառնա մի հատ sense շատ լավ բառ ասեցիր, cozy ատմոսֆերայում ստեղծված մի հատ cooperation մեր մեջ, հա, որը կտա արդյունքները ստեղ ու այս երկրի համար նայե, որտեղ մեր production-ը եթե լինի majority Հայաստանի կողմից, իսկ այդ majority-ն էլ всё равно պետք է պետությունը օգնի, որ լինի majority։ Ես կողմնակից չեմ, դրան պետությանը ես вообще պետք է։ Պետությունը շատ կարևոր է, բայց պետությունը, պետական այրերը, նախարարներ դու ասեցիր, ես քո այրը это мужчина, это не мужчина, ну мужчина айр. Это эротично прозвучало, я здорово. Айры это типа такие, ну мужики всегда решают. Да, տղամարդիկ են այդ այրերը. Լավ, սեքսիզմով չզբաղվենք։ Այդ դրանից էլ ենք, չէ՞, բանանել, որտեղ մեր մոտ դա շատ արտահայտված է սեքսիզմը։ Это մարդիկ հասել են ինչ որ պաշտոնների, նախարարներ են, իրանք լավ բաներ ու ես համոզված եմ որ 99% լավ են ուզում, բայց ամեն մարդ իր պատկերացումը ունի։ Բայց իրանք էքսպերտներ չեն մեր նման։ Մենք ամեն մեկս մեր ոլորտի էքսպերտ ենք։ Բայց երբ որ էքսպերտներով միանում ենք ու ինչ որ բան ենք որոշում, իրանք ասում ենք արի, եղբայր ջան, քույր ջան, այր եւ մայրեր մեր նախարարներ, եկեք մենք էս ենք ուզում ու մեր երկրին էս է պետք։ Այս չի կարելի անել։ Այս կարելի անել։ Մեր հիմա մենք խնդիր ունենք, մենք ով ուզում է գալիս Հայաստան, որտեղ ուզում է նկարում է, գնում է Ադրբեջան ռեպորտաժ անում, կամ ֆիլմ է նկարում Հայաստանում, առանց որևէ մեկի իմացության։ Լիքը խնդիրներ ունենք մենք այսօր, որ այդ խնդիրները, այդ այրերը եւ մայրերը չեն կարող լուծել։ Այդ մենք պետք է լուծենք, Զարա ջան, որտեղ մենք գիտենք դրա մասին։ Մենք գիտենք թե ոնց է այդ լաքեշը սկաուտը կատարվում, ոնց է արտադրական մասերը կատարվում, ոնց է այդ կաստը կատարվում, ոնց է կարելի է դիստրիբյուշն անել դրսում, զարգացնել այդ ամբողջ շուկան։ Մենք երբ որ այդ մարդկանց վերենք ասենք, լսեք, մեզ պետքա, չգիտեմ, հիմա դուք մեզ տակ 10 միլիոն, մենք տարվա վերջ 100 միլիոն փող կբերենք այս երկիր, օրինակ եմ ասում։ Այդ ժամանակ անգամ պետությունը չէ, լիքը շատ մարդիկ կլինեն բիզնեսմեններ, բաներ, որ կհասկանան, որ այս հետաքրքիր պրոյեկտ է, որովհետև անցած տարի մոտավորապես ես ամեն տեղ նստում ասում եմ, Թուրքիան, այս թվերը տոչի չեմ հիշում, մոտավոր 70 միլիարդ դոլարի սերիալ է ծախել ամբողջ աշխարհը, ֆիլմ ու սերիալ։ 70 միլիարդ ու իրանց խնդիրն է հենց այդ Տուրեցկի իմպերիան, հա, թուրքական իմպերիան, իրանք բառացիորեն են ասում։ Լատինական Ամերիկայում, այսինքն 200 էջանոց իսլեդվանիա ունեմ։ Լատինական Ամերիկայում թուրքերեն է սովորում, որպեսզի օրիգինալով նայեն թուրքական լեզուն։ Իրանց համար թուրքերը շատ կարևոր այսօր հետաքրքիր սիրուն մարդիկ են, գրագետ, կրթված, ազգ են։ Երբ որ թուրքերը փորձեն ինչ որ իրաց կողքի երկրին մի հատ բան անեն, Լատինական Ամերիկայից մեկը նստած կասի, որ լավ ժողովուրդը գնացել են այնտեղ, ոչ են իրանք սպան, իրանք սիրելու համար են գնացել։ Սովետի ժամանակ բոլոր գյուղերում հովիվները եղել են ադրբեջանցիներ։ Էդի փաստա ոչ մեկ չի կարա ինձ հերքի։ Ու այսօր այդ խելացի գոմեր, կովեր, հայկական այդ ինչ որ բաներ։ Ես չեմ մեղադրում ոչ մի վերևների մարդկանց։ Այդ մարդիկ չգիտեն, մենք պետք է ասենք, մենք Պետրոս ջան, Սոնա ջան, մենք պիտի հավաքվենք ու ասենք ժողովուրդ ջան, մենք էքսպերտներ ենք այս մեր ոլորտի։ Մենք որոշել ենք ու մեր կարծիքով էս է մեր զարգացմանը։
ու 99% ես անձնական շփման մեջ եմ ունեմ, պրոստը սիրահարում եմ ու հիանում եմ։ Օրինակ Զարեթը նոր ծանոթացա, էլի սիրահարել հույացա, Պետրոսին շուտ վանց եմ ճանաչում, էլի սիրահարվել հույացել եմ այն առումով, որ ինչքան լավ տաղանդավոր երիտասարդ կա, տաղանդավոր մարդիկ կան մեր երկրում։ Հիմա ու բոլորը սիրո վրա են հիմնված։ Այո, պիտի բացատրենք, բայց դու ինձ հետ կհամաձայնվես, ես մի քիչ պրակտիկորեն այդ բանն էի ուզում ասեի, որ կա փիլիսոփայություն աշխարհում, երևի դու ես շատ դրան հանդիպել, որ երբ որ քո ֆիլմի վրա կա քո երկրի support-ը, այսինքն գերբը, դա շատ մեծ ստատուսը փոխում է քո պրոջեկտի եւ տալիս է ինչ որ չափով ճանապարհ, որպեսզի դու ունենաս մյուս ֆոնդերից, մյուս երկրի կոպրոդյուսերների հետ միասին ունենաս իրանց երկրի ֆանդինգը, հա։ Դա շատ կարեւոր բան է։ Հիմա այդ գերբը դնելու մասին է խոսքը։ Օրինակ, դու մի շատ լավ բան ասեցիր, գանք, ասենք այս 10 միլիոնը, մենք ձեզ օրինակ ես նաև կողմ եմ նրան, որ բացի նրանից, որ մենք ստեղծվել է կինոկենտրոնից հետո հիմա ֆոնդ հասկացողությունը, պոակեր հիմա ֆոնդը կապ չունի, բայց բացի այն բյուջեներից, որը կիրառվում է այդ ֆոնդում, որը այդ իդեայի հետ մի քիչ, որ ասում է, չի համընկնում, էլի իդեան սենց է ու գործը այդ իդեայի համար շատ, իսկ ֆանդինգը սենց է։ Ֆանդինգը քիչ է։ Հա, հիմա որ գոնե ասենք ինչ որ մի հատ չգիտեմ ոնց ֆորմուլերով կանեմ, հատուկ պրոյեկտներ, հա, հատուկ ֆինանսավորում հենց մշակույթի նախարարության կողմից։ Սենց մի հատ գաղափար լինի, որը այդ իդեալոգիչեսկի գոնե տարին 1, մի հատ կամ տարին 2 ինչ որ պրոյեկտներ ընտրվեն, որը կոնկրետ մեր պոլիտический идеологический направление-ն ապահովում, հա, ու ստավկա դրվի դրա վրա, որ մենք ամեն տարի իմանանք, որ մենք գոնե ֆիքսված ունենք պոտենցիալնի պրոդուկտ, որը կընկնի այս կամ այն A կլասի փառատոնը, որտեղ կներեք, բայց չլինել 40-ից ավել տարի Վենետիկում, ես անկեղծ իմ գլուխը չեմ գովում։ Բայց դա, գիտես ոնց է Վենետիկ ընկնելը, այսինքն որ ինքը մենակ ինքը ռեժիսորսկի գործ չէ։ Իհարկե։ Գիտես ինչքան ձեր համար էլ շատ կարևոր է, ինչքան պրոֆեսիաներ կար, մի քանի հոգով արված, 2-3 հոգու հետ արված, մի ամբողջ դիպարտմենտների աշխատանք էր դրված դրա մեջ, հա, մենակ ասենք բանը չէր, հա, մենակ այն չէր, որ դու տեխնիկի լավ ապահովես ֆիլմը, սյուժետնի լինիան, որպես դայրեկտոր, մոնտաժոր եւ այլն, նաեւ կան պրոդյուսերսկի լիքը հանրահռչակման գործեր, որ դրսում քանի տարի պետք է մարդ հանդիպես ու ստեղ մի հատ հեսա միտք կասեմ, հա, այսինքն դու ստեղծում ես, ծառը տնկում ես, շատ կարեւոր է տնկում ես, ու հենց այդ արդյունքները պետք է քաշես, չէ՞։ Հիմա իմ պարագայում դուրս եկավ նենց, որ հա, այդ իմ տարիները տվեցին ռեզուլտատ, ոչ թե ասենք ինչ որ մեկը սիրուն աչքերիս համար դա արեց, այլ ուղղակի ես խնդրեցի իմ ֆիլմը նայել եւ իրանք ասին օքեյ կնայենք, որտեղ 15000 submission-ների շատ հաճախ տալիս են ֆիլմը ասիստենտներին 19 տարեկան, որ կներես այս իմ ֆիլմը 10 տարեկան նայեր, ասենց ասում եմ, что происходит, չնայած իտալացի երեխեքը նայեցին ու օքեյ էր։ Բայց sense բաներ է տեղ ունենում, հա, իսկ այդ շատ կարեւոր է, որ ճիշտ պրոգրամեր քո ֆիլմը նայի, որ հաստատ նայեն, հա, Ամերիկա, Կանադա, by the way, вообще դժվար է, տալիս են ասում փոքրերի, ասում են նայեք, Տորոնտո ես submit է արել ֆիլմը, ուրեմն երկար ժամանակ ինչ բանում, մեկ էլ իմ ծանոթը, ում հետ ես 2 տարի առաջ նույն կանոն զրուցել ենք եւ այլն, ասում եմ listen, I'm sorry, we missed it։ Չեսն ասեց քեզ ասում եմ confidentially, դե հիմա anyway։ Մենք, հա, sense բաներ է, դու ասում փող ես դնում, չէ՞։ Հիմա այստեղ ինչ որ մի հատ ուզում էի զակալցովկա անեի, այս մտքի զակալցովկան էի ուզում անեի, բայց ոնց որ միտքս բաց թողեցի։ Anyway, կհիշեմ ասեմ։ Հա, հիմա Okay, ես մի հատ խոսում եմ։ Հա, Պետրոսը լիքը բան խոսացինք, հիմա հա, բայց ըստ մայից ուսանային մի քիչ բարդ է ներգրաված են այդ խոսակցությունները, որովհետև մենք փորձի բացակայության պատճառով էլ ու մասնագիտական ավելի պրոդյուսերսկի բաներ եք խոսում։ Ես հարցեր ունեմ, որովհետև օրինակ ես որպես ռեժիսոր լիքը բան ուզում եմ անեմ, բայց չգիտեմ լուծումները ու չգիտեմ այդ մարդկանց ովքեր ինձ կարող ուղղորդեն։ Խոսքը պրոդյուսերների մասին է ու հեղինակային կինոյի մասին եթե խոսում ենք, էլի ոչ կոմերցիոն։ Օրինակ ինչ հա պետք առաջինը իմ ֆիլմը ծախելու համար, որովհետև ես ունեմ այս բանը օրինակ ֆիլմ, որը որ հեղինակային ֆիլմ է ինքը նկարելու եմ, բայց ես չգիտեմ ինչ եմ անելու իր հետ։ Գալի ես ասեմ, հետո Զարանկասի հեղինակային կինոները սովորաբար
աշխարհում, երբ որ ասենք պրոֆեսիոնալ ագենտների կամ այդ բանը կա, այդ մշակույթը կա, որտեղ երիտասարդ անգամ ռեժիսոր որ սկսում է իրեն ցույց տալ, մի քանի փառատոն ինքնուրույն կարճամետրաժ ուղարկում է իրան ճանաչում են, ֆիլմը ոնց է արվում։ Ֆիլմը արվում է, այսինքն ֆիլմի դիստրիբյուցիան հեղինակային կինոյի գալիս է հիմնականում 99%, իհարկե միշտ էլ բացառություններ կա, փառատոնային հաջողություններից հետո։ Երբ որ լինում է փառատոնային հաջողություն, այդ ֆիլմը արդեն դառնում է կոմերցիոն հետաքրքիր, բացի դրանից այդ ֆիլմերի փառատոնային հաջողությունը տալիս է ռեժիսորի ճանաչելիությունը, որը կարողանա տարբեր ֆոնդերում արդեն որպես իսկ ոնց ֆիլմը հասցնել փառատոն հենց սրա ավելի դժվար ճանապարհի կան հատուկ development ագենտներ, իրականում բարձր կլասի նոր Զարան ասեց, այդ միանշանակ այդ մենակ ռեժիսոր շատ սցենար գրելուց արդեն պիտի դու ունենաս պրոդյուսեր, ավելի շատ կլավ կլինի, որ ունենաս եվրոպական պրոդյուսեր, որը արդեն քեզ կուղղորդի, արդեն դու կդիմես քո սցենարով մի քանի ֆոնդերի, որտեղ կշահես ֆոնդեր, կսկսես այդ ֆոնդերը քո մասին կսկսեն գրել, խոսալ, հետո դրանից հետո արդեն ֆիլմ արտադրող ընկերություն ինչ-որ պրոդյուսեր կունենաս դրսից, որովհետև իմ ուսումնասիրությունը ցույց են տվել, որ 90 երևի քանի տոկոս բոլոր A-կլասի փառատոններ, օրինակ Վենետիկում հիմնականում իտալական պրոդյուսերներն են, Ֆրանսիայում ֆրանսիական պրոդյուսերներն են, որ կարողանում են այդ ամեն ինչը բերել եւ տարբեր փառատոններ կա, այդ շատ բարձր կլասի, որոնք տալիս են մեծ դիստրիբյուցիոն հնարավորություն, որտեղ պրոդյուսեր տեսնում կա դիստրիբյուցիոն պոտենցիալ, ինքը կարա ներդրում անի դրա վրա, եթե կրակեց այդ ֆիլմը գնա առաջ։ Հիմա որ դու շատ ավելի շատ չէ, կարևոր աշխատանքի հետ տեղական կարևոր ոնց օրինակ Զարան պրոդյուսերա, Զարան դու օրինակ ոնց ես գտնում ռեժիսոր Հայաստանում, որովհետև ես ունեցել եմ փորձ կապվել ինչ-որ պրոդյուսերների հետ, որովհետև տեղական արտադրության մասով ունեմ պրոդյուսերը, որը զբաղվում է, բայց դիստրիբյուցիոն մասով օրինակ չունեմ այն մարդու, չգիտեմ ոնց բաբշե իմ համար sense մութ ճանապարհ է, ես չեմ պատկերացնում այդ աշխարհը ոնց է։ Ոնց է օրինակ աշխատում նոր երիտասարդ Զարան ասի, հետո ես արդեն երկրորդ մասը կասեմ։ Ես սա ասեմ իմ կոպիտ ասած հակապներից, հա, որը քո երևի տարիքում անցել եմ ինքս։ Ուրեմն իմ կարծիքով նամանավանդ մեր մոտ ես ինչ խորհուրդ կտայի, որպեսզի գտնես պրոդյուսեր ու որպեսզի ռեալիզացնես քո ֆիլմը, դու պիտի դառնաս պրոդյուսեր ինչ-որ էտապում։ Լսի, նույնիսկ եթե դու ռեժիսոր, դա ճիշտ այդքան սիստեմ չի, ասենք զարգացած երկրներում, որտեղ ինդուստրիան զարգացած է, որ դու դուրս ես գալի մի հատ շատ high class university-ից, որպես ռեժիսոր, սկսում ես նկարել, հավաքում ես քո թիմը, որտեղ քո university-ում այնտեղ կար նաև պրոդյուսերների, հա, ֆակուլտետ, ու դուք միավորվում եք եւ ամեն մեկը իր գործն անում, այդ իդեալական մոդելն է, ճիշտ մոդելն է եւ այլն։ Ինչ հիմա պրակտիկորեն ես կարամ ասեմ։ Դառնալ պրոդյուսեր ինչ է նշանակում։ Դու միջև նույնիսկ սցենար գրելը, հա, то есть ես հիմա խոսում եմ, եթե պրակտիկայի մասին, հա, այն մուսա բան, sense բաների մասին չեմ խոսում, պրակտիկայի մասին։ Միջև սցենար գրելը դու պիտի հասկանաս ով է քո աուդիտորիան, ուր ես դու ուզում գնալ։ Դա ինչպես Արտյոմը ասեց, դու պիտի հասկանաս, դու սկսում ես ֆեստիվալներից միանշանակ։ Եթե քո առաջի պրոյեկտներն են, երբ որ դու կդառնաս հայտնի ռեժիսոր, արդեն սցենար գրելուց առաջ արդեն sales ագենտների հետ ես դու շփվելու։ Առաջի ստեպերի համար դու սցենար գրելուց առաջ նայում ես որ ֆեստիվալին կուզեիր դիմել, որովհետև դու պիտի քո անունը աշխարհին ասես, որ հələ որ քո անունը իմանաս, այսինքն քո ֆիլմը առաջ պիտի աշխատի քո համար, քո անվան համար։ Okay, կայֆ կլինի որ վաճառես, բայց հələ դրա մասին իմ կարծիքով իմ Ես վաճառել սխալ օգտագործեցի բառը, խոսքը հենց ֆեստիվալների մասին է։ Հիմա տես, հիմա ֆեստիվալ դա վաճառք չի, ֆեստիվալը ինչ է տալի, քեզ տալիս անուն, օրինակ առաջի ֆիլմը տա։ Իմ սխալը գիտես որն էր։ Թեկուզ առաջի ֆիլմի պարագայում իմ սխալն էր, որ ես արեցի полный մետր, ես արեցի իմ փողով։ Այդ իմ ամենամեծ սխալն էր, որը ես թույլ տվեցի։ Ինչի։ Արտյոմը մի երկու բան նշեց, հիմա այդ համակարգը ասեմ։ Սցենարը գրում ես, չէ։ Շատ կան, օրինակ Sundance-ը ունի, Hubert Balls բանը Ռոտերդամում, հա, գից Hubert Balls, սենց ամեն երկրում, ուրեմն դա դժվար չի, դու նույն սոնային ասում ես կարաս ինձ ուղարկես ֆեստիվալների ցանկ, օրինակ, ինձ քեզ ուղարկում եմ 16-17 ֆեստիվալ է, որը այն ամենաբարձր high class-ի ֆեստիվալն է, դու գալիս են
երկրորդ կլաս, երրորդ կլաս ու տարբեր ժանրովի ֆեստիվալներ, հա։ Դու արդեն քո պատմությունը մոտավորապես պատկերացնում ես, դու հասկանում ես, ահա այս ֆեստիվալը այս ֆիլմերն ա վերցնում, մոնիտորինգ կանես, էս եմ ասում, որ դառնաս պրոդյուսեր։ Մոնիտորինգ ես, այս ֆեստիվալը, ահա այս կակրած նենց ֆիլմեր ա վերցնում, որը իմ պատմությունն է, իմ ժանրն է, ես ուզում եմ։ Գրեցիր առանձին դրեցիր կողքը, չէ՞, սցենարդ գրում ես, առանձին գրում ես այդ ֆեստիվալները, ինչ ֆինանսավորումներ են անում սցենարի ստադիայի վրա։ Ինչ ես անում, սցենարդ գրեցիր, submission-ներ ես անում, չես հələ նկարում ֆիլմ։ Այդտեղ submission է, որտեվ եթե նույն Sundance-ը, ամերիկյան ֆեստիվալը, հա, քո սկրիպտը, քո սցենարը վերցնում է, դու անցնում ես workshop իրանց մոտ, իրանք քեզ անվճար workshop-ի են հրավիրում, եթե այդ սցենարը իրանց մոտ եղել է, հետո դու ֆիլմը նկարում ես, քո ֆիլմը ավելի հեշտ կընկնի Sundance, քան եթե դու ստե նկարես քո փողով ու submit անես Sundance, կարող է նույնիսկ չնայեն, չտեսնեն քո ֆիլմը։ Այսինքն այդ սաղ этаպները, սցենարից սկսված միջև կապեի սկզբանը պետք է անցած ոնց որ ստեղծես։ Այո, то есть դու պետք է հասկանաս սցենարի մակարդակից։ Ուրիշ վարիանտ չկա։ Ես երեք, չէ, այսօր, այս հաղորդումը որ պիտի լիներ, ուրեմն ես այսօր եկա ժամը այդ գնացինք վիզա կենտրոնի վայրն եկա ու ես ունեի 2 ժամ, որ վերջացնեի submission-ը Sundance-ի։ 14-ին deadline-ն է, այս նոր project-ից։ 14-ին deadline-ը ես արեցի ու շուտ հագնվել եմ, բան, որ հասցնեմ передачаին գամ, հա։ Այսինքն դա անընդհատ պիտի դառնա աշխատանքային պրոդուկտ, չոտկա քո օրը պիտի պլանես, որ ժամանակահատվածում դու աշխատում ես որպես marketing manager, let's say like this, որ ժամը դու ռեժիսոր ես, նու ռեժիսորը այդ արդեն վերջում է, այդ արդեն լրիվ պետք է տրվես դրան, որտեվ կներես ռեժիսորը այդ զուգահեռ լինել marketing manager producer, դա ազդելու է քո աշխատանքի վրա, դրա համար սկզբի этаպները սենց պիտի փորձես։ Ինչ եմ ասում, դու ինքդ դա անես, որտեվ դու չես ապրում մի երկրում, որտեղ քո ունիվերսիտետը տալիս է միջազգային մակարդակի producer-ներ, միջազգային մակարդակի linear producer-ներ, sales agent-ներ, film critic-ներ եւ այլն։ Դու ցավոք սատի չես կարա այդ թիմը դեռ այսօր հավաքես, հույսով ենք հեսա մենք բոլորս կգնանք կան, վիլա եւ այլն կհանդիպենք, կզարգացնենք։ Ճիշտ ասած չենք հասրել մենք շփվել, որտեղ նոր ծանոթացանք ու միանգամից եկանք նստեցինք, բայց ես ուզում եմ տես մի փուճուր իմ փորձով կիսվեմ։ Իրականում են ինչ որ ասում են Զարան ու Արտյոմը, շատ կայֆ է, որ կարաս ասենք Լոկառնո գնաս կամ Sundance-ի բաները գնաս, բայց ուզում ասեմ, որ Հայաստանում էլ կան, ես օրինակ անցած տարի դիմեցի Ոսկե ծիրանի Shortcuts Nest-ին, որ ինքը էլի տես փուճուր մարկետ է, որ արտասահմանից պրոդյուսերներ են բերում, դիստրիբյուտորների են բերում, էլի շատ մեծ փորձեր իմ համար։ Ինքը հա, առաջի կարճամետրաժներ ու ոնց որ տենց ես ինձ նենց էի զգում, ոնց որ ասենք Sundance-ներ ինձ վերցրել ու այդ մարդկանց հետ էլ, որտեղ կար պրոդյուսերով Լանտիմոսի հետ էր աշխատել, կային, մի խոսքով կային շատ տարբեր պրոդյուսերներ մեծ փորձով, որ տենց իմ համար շատ լավ փորձ էր ու նաև անցած տարի հասցրեցի մասնակցեմ Solid Art-ին, որը նորից Հայաստանում էր, նորից տեղ էին կազմակերպել ու բերել էին ֆրանսիացի պրոդյուսեր Դոմինիկ Վելիսկին, իր հետ էլ աշխատեցի, որ իմ համար շատ մեծ փորձ էր, այսինքն եթե շատ տենց մի քիչ անիրական է թվում դիմել այդ տեսակ լեբերի, Հայաստանում էլ են լինում Շատ կայֆ օրինակ, որ դու փորձես Հայաստանում այդ հասկանաս, զգաս քո մաշկի վրա այդ ոնց է տեղի ունենում, երկու հատ թուղթ սովորես լրացնել ճիշտ, հա, եւ այլն, օրինակ Սոնայի այս փորձը ինձ թվում է իրան թույլ կտա ավելի արդեն ուղերն է վստահ իրան զգալ, որպեսզի գնա հաջորդ ստեպերին, եթե Հայաստանում այդ հնարավորությունը տրվում է, ոսկե ծիրանը տալիս է միանշանակ սկսի ստեղից, եթե ինչ որ հաջորդ քայլեր այնտեղ ավելի պրոֆեսիոնալ կարողանաս ներկայացնել։ Դրանից հետո этаպը վերջացնեմ, տալիս ես ֆեստիվալների, անցնում ես ինչ-որ ֆեստիվալ, ուստեղ արդեն եթե ինքը շորտ ֆիլմ է, շորտ ֆիլմերը իրականում հիմնականում անվան համար են, քո անուն ստեղծելու համար են։ Իրանք մի քիչ դժվար են վաճառվում, հա, նույնիսկ եթե վաճառում են, իրանք շատ սիմվոլիկ, օրինակ այն Օսկարեն անիմեյշնը, հա, օքեյ, sense դե իրականում այդ վաճառքի մասը ասացի, ինձ իրական փառատոնների մասով ավելի շատ հարցս։ Իսկ մի հատ հարց տամ ուրիշ, օքեյ, այդ դեպքում եթե ի սկզբանե պետքա կապը ստեղծվեր, չկա այդ կապը, չի ստեղծվել, որ ասենք իրակ այս բանի սիտուացիան ուրիշ է, երբ որ դու ունես արդեն ֆիլմ, որը դու շուտով production ես մտնել ու ստեղծելու ես ֆիլմ լոկալ շատ այս դեպքում, հեղինակային ֆիլմ։ Երբ որ դու, չէ, դիամետրաժ։ Երբ որ դու ունես ֆիլմ արդեն, այս դեպքում ինչ շանսեր ունես ու ինչ կարաս այդ դեպքում իրար տանես։ Նայ, իրական շատ այդ նույն ձևի շատ բաներում, էլի Sundance, էլի տարբեր փառատոններ կամ կինո ֆորումներ, տեղեր կան, որտեղ
կա չավարտ անավարտ ֆիլմերի ոնց է կոչվում բան in progress, work in progress բան կա, work in progress ծրագրեր կա, որտեղ դու դիմում ես, այսինքն ֆիլմը նկարել ես, ընդ post production-ը պետք կամ ընդ ինչ որ բան է, ձայնն է պետք, կոմպոզիտոր ինչ work in progress, Berlin-ը ունի work in progress դու կարաս Էլի այդ բանն է, սկիզբն է, կոպիտ ասած, որ դու էլի post production-ը վերցնում ես, ու շանսերը մեծա, որ նաև սկիզբես, հա, նա post production Չէ, նոր չեմ նկարել դեռ։ Այդ եմ ասում։ Նա, եթե work in progress-ս էտում Բերլին, սա շատ լավ բան ասես, բայց դու պատկերացրա, եթե անցար, դու իրանք քեզ արդեն սկսում են ճանաչել։ Դու որ ֆիլմը ուղարկում ես, արդեն գիտեն, դու իրանց մարդ ես, կամ կարող է պրոստը սիմպաթիա, մեկը տենա կամ քո պրոյեկտը հավանի, հենց այն գլխից քեզ արդեն ասի, այս քայլը կանես, այն մյուս քայլը կանես, որպեսզի դու կարողանաս արդեն թե չէ որ ֆիլմը ավարտես վերջացնես, հաշվի էդի մեռած ինչ որ գոնե նկարեմ նոր post production-ի մասը բաստո։ Հա, post production մի արա, звук, գույն, ոչ մի բան մի արա, որ ծլնի work in progress-ին կանես մասնակցել, ու հենց այդ է կարևորը։ Ինչի մասին են ամենասկզբից ես ասացի արեք դրա մասին խոսանք, ինքը շատ լավ է, որ դու հարցը տվեցիր, որպեսզի մենք մեր երիտասարդները կամ ոչ երիտասարդ, կարևոր չի, մեր դաշտում աշխատող բոլոր ռեժիսորներ, պրոդյուսերները հասկանան, որ ամեն ինչը արդեն շատ վաղուց կա правила, որ այսինքն կանոններ կան ձևավորված աշխարհում, թե ոնց ես դու սենց անում, ոնց ես սենց անում, ու կան ամեն ինչը ունի իր կոպիտ ասած արժեքը, այդ քո ասած որ դու թե ժամանակ ես ծախսելու դրա վրա, որպեսզի տանես ինչ որ պիչ անես, թե չգիտեմ, էներգիա, թե ինչ որ գումար քո սեփական ինչ որ բան անես, կամ էլ ցանկացած աշխատանք է պետք տանել։ Այդ աշխատանքի ոնց որ ձևավորված ձևեր կա, պետք չի հորինել։ Ամենամեծ խնդիրը որ Հայաստան բոլորը իրենք ինչ որ բաներ են հորինում։ Ես պետք չի հորինել, պրոստո պետքա կարդալ, էլի, բացել կարդալ։ Դրա համար, հա, մի հատ կարևոր բան ասեմ ու մի հատ կարևոր բան ասեմ ու շարունակենք, ես հիմա գիլդիայի իմ նպատակներից մեկն էլ է դա, որ մենք ամեն տարի մենք մեր թմով պիչ անենք մերոնց մեջ ու հասկանանք չեսնի ամեն մեկս քվեարկենք արդար քվեարկություն ունի կանք փակ քվեարկություն ունենք ասենք քվեարկեցինք Պետրոսի ֆիլմի որ ինքը արժանի է որ մենք իրեն պատժկա անենք հենց այդ նույն բաներով թե development-ի հետ կապված թե մեր ինչ որ կանալներով թե ինչ որ նպատակներով այս տարվա սկզբին ասենք հավաքվեցինք որոշեցինք խոսեցինք ու ընտրեցինք մի քանի պրոյեկտ որը մեր համար ստրատեգիկ է դառնում այս տարի պրոդվիգացիա անել այս ֆիլմերը։ Okay, Զարայի պրոյեկտն է, որ ինքը եկել է ստե ասես ստեղից այն կոմա պետք։ Հիմա մեզ պետքա փող դնել դրա վրա։ Չգիտեմ, մեզ պետքա մի հատ մարդ $100,000 փող է պետք, որ էսի տանենք այնտեղ։ Արդեն մենք իրար հետ հասկանում ենք, այդ 100,000-ը մեր համար իմ համար շատ կարևոր է, ասենք, չգիտեմ, ես 10 կարամ ճարեմ, բայց մենք 10 հոգով կարանք 100 ճարենք։ Ու այս պրոյեկտը որ գնաց առաջ, մենք սաղս level up ենք կլնելու։ Այդ պետք է հասկանանք, որ մեկից հաղթանակը, դա բոլորիս հաղթանակն է։ Պարտությունը, դա բոլորիս պարտությունն է, որովհետև մեկը հաղթեց, Զարան գնաց որ Վենետիկ եկավ, ես կարող եմ այդ համասը մեկը ասի, օրինակ, Զարային ճանաչում չեմ ճանաչ, բայց ինքը արդեն գիտե, հայ ես դու, օրինակ, արդեն դու level up ես եղել, արդեն դա քո հաղթանակն է։ Ու ես ասում եմ, մենք երբ որ միավորվենք, մենք ուժեղ լինենք, մենք ցանկացած նախարարի, այրերի եւ մայրերի կասենք հարգելիներս որ ինքը ասի Արտեմ դու ինչ ես նկար ես կասեմ հա 3 հատ ֆիլմ 2 հատ սենս 3 հատ տնես կասի գնա ֆրֆրա բայց որ ես գամ ասեմ մենք նկարել ենք անցած տարի 40 հատ ֆիլմ որից 3 հատը Վենետիկում է եղել 2 հատը կանում է եղել ես են կարել $100 միլիոն փող են գեներացրել ես են կարել էլ մեզ չեն կարա հակաճառեն հակադրեն ինչ որ բան որտեղ մենք ուժեղ ենք մենք ենք խնդիր մենք ենք տերը այս երկրի կոպիտ ասած, մերն է այս կինոն, մերն է այս աշխարհը, մենք ապրում ենք դրանով, ապրում ենք մեռնում ենք, գժված դրանը ասենք մանյակ է, մենք ցանկացած կինոժնիկ ինքը հիվանդ մարդ է, որովհետև այս մենք ենք էքսպերտ։ Ասեք, եթե շատ կարևոր եթե բանում եք։ Չէ, ասա։ Ինք շատ խոսացինք դա։ Բայց տակի ասում ասա, իհարկե։ Okay, լավ։ Ես օրինակ sense մի հատ ավելի մտքերա ոչ թե հարցայինք, կարող որպես հարցը դիտարկենք։ Օրինակ որ նայում եմ տարբեր երկրների տենց հենց տիպիկ իրանց հեղինակային ֆիլմերը, ամեն մեկը ինչ որ սպეციფիկա ունի, որ այդ իրանցն է։ Ես այս երկար ժամանակ մտածում եմ, okay, մերը որն է, sense մտածում եմ, okay, ես մի կինո պիտի նկարեմ, ոնց եմ անելու, որ ինքը լինի հայկական նաև էլի, որովհետև նայում եմ օրինակ չգիտեմ վրացական հեղինակային ֆիլմեր եմ նայում,
ասում եմ օքեյ, իշ կայֆ ամեն ինչ ու ես իրանցն է, ոնց անենք մենք մերը գտնենք, որտեվ ես մերը չեմ տեսնում, էլի, նայում եմ, ասում եմ օքեյ, այս մի ֆիլմում այս ֆրանսիական ֆիլմի մոտիվներով են ստացել, ստեղ ռուսական, ստեղ բան։ Մտածում եմ օքեյ, մերը որն է, ինչ ձևի պետք է լինի հայկական կինոն ու այդ հարցը առաջնորդին ինքս ինձ էլ է ուղղված, որտեվ ես ման եմ գալի, թե ես ոնց պետք է անեմ, որ դեմքը լինի հայկական, ոչ թե լինի ինչ-որ նման ինչ-որ մի բանի։ Ես ճիշտ ասած ուզում երթով ասենք, որտեղ ես եմ հիմա նույն այդ էգզիստենցիալ այդ հարցերի մեջ, ու ես էլ հիմա իրականում աշխատում եմ դեբյուտիս վրա, առաջի լիամետրաժիս վրա, ու ես էլ եի հարցում լավ, սենց անեմ, նենց անեմ կամ են կինոն տեսել եմ շատ կայֆն է, կուզեմ կինոյի մեջ այդպես բան լինի կամ բան։ Ու տենց կրիզիս մոտը սկսեց, որտեղ անդադ մտածում էի ոնց ինչ է կարելի դնել, ոնց է կարելի վերցնել, որ լինի հեղինակային կինո։ Այդ կրիզիսի ժամանակ հասկացա, որ պետք է ներս նայեմ, այսինքն իմ ինքնությունը ավելի լավ ճանաչեմ, որովհետև այդ ինքնությունը այդ ամեն ինչ որ գալիս է, այսինքն որ դու ներս ես նայում ու ներսից դուրս ես հանում, ինքը արդեն դառնում է հայկական հեղինակային կինո, որտեղ դու հայ ես, ով նկարում է հեղինակային կինո, ու դու հայ ես, ով ճանաչում է իր ինքնությունը, ճանաչում է իր անցած ճանապարհը, ոնց որ այդ ավտոմատ արդեն սկսում է ստացվել։ Հա, պրոստը այդ հայացքը, այդ որ ուղղված է, ոնց որ չես կարող հասկանալ ինքը իրոք ճիշտ ֆորմայի մեջ ասենց այսպես ասած ոնց որ Իսկ անխուսափելի է ազդեցությունը։ Իսկ անխուսափելի է այդ հեղինակային ֆիլմերի ազդեցությունը։ Թեկուս դաժե չեմ ասում իդեայի մասով դաժե։ Իդեան իր հերթին իդեան հեշտ է սպეციფიկ թեմաներով եկալելու սարքել հայկական։ Վիզուալ երբ որ նայում ես, դաժե վիզուալ տեսք ունի ամեն մի երկրի ֆիլմը։ Այդ վիզուալ տեսքը Ես ուզում եմ դրա գալի է Զարաջանից պատասխան։ Ճիշտ պատկերացում ինչ կատարվեց։ Հա։ Նա ես լրիվ ուրիշ կողմից եմ պատասխանում, լրիվ անսպասելի կողմից եմ դրա պատասխան տալու։ Թե վրացական կինոն, թե լիտվական կինոն, թե ռումինական կինոն տարբերվում են այսօր մեր եղած հեղինակային կինո, որ մենք այդ դեմքը չենք կարող գտնենք։ Գիտես, մի հատ հասարակ մեծ էգզիստենցիալ խնդիր կա, հա, մարդաբանական այդ բառը հայերեն ավելի հեշտ ասել է։ Քան ֆիլմը ունի ինքնարժեք, երբ որ դու քո գաղափարը ստեղծում ես, ու ես հիմա որպես ռեժիսոր չեմ խոսում, որպես պրոդյուսեր ռեժիսոր, լավ, Զարան որ ասաց, ճիշտ է, ես էլ ակամա դառել եմ պրոդյուսեր, երբ որ դու ստեղծում ես քո գաղափարը, ու այդ գաղափարը ուզում ես ռեալիզացնես, ու դու չունես այդ ֆինանսական հնարավորությունը, որ այդ ֆիլմը, որովհետև ցանկացած ֆիլմ ունի ինքնարժեք, ոչ թանկ, ոչ, այսինքն քո գաղափարը ունի իր արժեքը, ֆինանսական արժեքը, կինոն մեծ ֆինանսների հետ է կապված։ Եթե դու այնտեղ $10,000 ես քիչ ծախսում, դու կորցնում ես այդտեղ քո ինքնությունը, այսինքն դու այն հագուստի, այն որ պետք է ստե բուլավկա ալներ ոսկուց, որը արժեր այսքան ու դու չարեցիր, այդ արդեն կորցնում ես ինքնությունդ։ Այսինքն քո գեղարվեստական մասը կինոն ավաղ մեծ նմանա շինարարության ես որ ասում եմ, ինքը տեխնիկական մեծ մաս ունի, բացի գաղափարական, ասենք, ոնց որ ճարտարապետը նկարել է, շենքը պետք է սարքեն, բայց այդտեղ պետք է պարարաբներ, ցեմենտ, բետոն, լիքը բան է պետք, կինոն էլ է այդպես։ Երբ որ հայը, որը հայկական մամայա ունեցել, հայկական հողում ծնվել, ամեն ինչը, երբեք պետք չի մտածել, այդ ստիլը իրան կգա։ Նրանք պրոստո այդ ինստիտուցիոնալ հասկացան, որ որակյալ ֆիլմ ասել ես չնկատի ունեմ ինչ որ որակական խնդիրներ։ Այսինքն այդ ինքնարժեքի հետ կապված ֆիլմը, երբ որ դու ոնց մտածում ես ու տենց էլ իրագործում ես, այդ դառնում է լեզու, ստիլ, այսինքն մենք հիմա համարում ենք, որ բոլորս էլ տաղանդավոր ենք ու լավ բան ենք մտածել, լավ բան ենք անում, էլի, որովհետև կան իրոք այդպես թույլ միջակինո, բայց դաշե թույլ վատ միջակինոն էլ ունի հայկական տեսք։ Բայց քանի որ գեղարվեստական լուծումները, չէ, ասենք քո ուզած լոկացիան չես ընտրել, քո ուզած դերասանը չես ընտրել, եթե կարելի ասել, կարևոր չի, լավ, անուն չասեմ, բայց երբ որ ընտրում ես լավագույն աշխարհի դերասանուհուն քո ֆիլմի գլխավոր հերոս, չվախենալով դրանից, ու գնում ես դրան, ու հետո այդ լավագույն դերասանուհի խաղում է այդ ժամանակ ինքը դառնում է հայկական կինո։ Երբ որ դու մտածում ես որ պետք է նկարես, ասենք, քո համար պետք է պարտեզ լինի, բայց պարտեզի փոխարեն 3 հատ ծառ են բերում, հետո պարզվում է, որ այդ երկու ծառը կտրել են երեք, չարաչորը մի հատ ծառ է մնում, ու այդ ծառը կանաչ չի, այլ դեղին է, բայց դու քանի որ գումար չունես այդ դեղին ծառն ես նկարում, այդ դեղին ծառը քո ինքնության հետ կապ չունի ունի, այսինքն քո սկզբնական գաղափարի հետ դուրս է։ Ավելին կարծիքով Արտյոմ ջան, Արտյոմը շատ ճիշտ պրակտիկորեն իմ համար։ Ես պրակտիկորեն ասեցի խնդրի կողքը։ Ես նոր ուրեմն Սոնան ակոսում Պետրոսը, ու ես հասկանում եմ, որ այս իմ ֆիլմը, որ ձեզ ներկայացրեցի, այնտեղ losing identity
հա։ Ոնց որ այդ ֆիլմով ես տալիս եմ պատասխանը, որտեղ զգում եմ, որ ձեր տարիքի մարդիկ ունեն այդ խնդիրը, ու այս ֆիլմով ես որոշել եմ դրա պատասխանը տամ, դրա համար մի քիչ sense բան եղա, բայց Արտյոմից վերցնելով օրինակ եւ քեզ պատասխանելով մի հատ շատ կարեւոր պրակտիկ բան, էլի իմ ֆակապներից, հին ճանապարհների անցած։ Ես արեցի մի ֆիլմ, ամենահայտնի դերասան, ուրեմն народный артистка People of Artist Ռուսաստանին ժամանակ էլ ոչ պատերազմ կար, ոչ բան, նոր էր սկսում, էլի։ Հա, Իրինա Ռազանովին, народный артистка России, Միխայել Տրայնի։ Հիմա բան, ես արեցի ինքը իմ главный героинյան էր, այդ полный метр արեցի իր այդ։ Բայց ես արեցի Ռուսաստանում հայ գտնելով, ես շատ հարցեր ունեինք սին մեջ, հա։ Ես իմ ժանրը ուզում էի շատ չոտկը հասկանալ։ Այդ ֆիլմը անելով, ես այսի շատ եվրոպական կինո, բայց ռուսական, ուրեմն reality-ում։ Ինքը սիրուն է, ինքը տեխնիկապես բան, art-house, այնց կինո է, տոքսիկ հարաբերությունների մասին, political չի, կապ չունի, ինչ որ տրիերոտ չէ, ավելի շատ լինչի ուղղվածությամբ sense բաներ կան մեջը, բայց ինքը Ռուսաստան չաշխատեց։ Ինքը չաշխատեց, ինքը իմ համար էլ չաշխատեց։ Գիտես ինչի։ Ինչի այս ֆիլմը, որը ես արեցի գալով Հայաստան, ինքը աշխատեց։ Հա, ոչ մի հանճարության բան սխեմաս դե չկա։ Որտեվ ես այս ֆիլմը նույնիսկ չի ուզում նկարել, ես եկել էի ուղակի շատ վատ, 20 թվից հետո, 22 թվից հետո, ես վատ էի շատ ու դիստրուկտիվ, լիքը ագրեսիա կար իմ մեջ։ Ու ինձ թերապիա էր պետք։ Այս ֆիլմը դառավ իմ թերապիան, հայ Զարայի, որը 20 թվին երեխեքա բանա, այդ սաղ անում էինք, չէ՞ բոլորովս։ Այդ վիճակը, հետո այս մի բանը, որ սկսեց, ես դեռ Ռուսաստանում էի ապրում, ես Ուկրաինայի պատերազմի եւ այլն։ Ու ես հասկացա, որ ես չեմ կարող վերցնել ատրճանակ եւ գնալ սահման, հա, որտեվ մի րոպեից ես չեմ լինի, հա։ Իսկ մշակույթի միջոցով ես, բայց նաեւ խեղդվում եմ, որտեվ տեսնում եմ իմ գոլեգաները ձերպես մարդիկ դառնում են բլոգերներ, պոլիտիկսկի, թաղելով իրանց տաղանդը եւ այլն եւ այլն։ Ու ես Փարաջանովի միջոցով, որտեղ ինքը գիդ է այս ֆիլմ, փորձում եմ այս ամեն ինչը ասել, որ տեսեք ինքը բանտում նստած արթեր անում, ինքը այսօր կրեց սաղին, սաղ ռեժիմները, ամեն ինչ։ Դες իմ մոտ դա ցավում էր։ Ու այդ ցավի միջոցով հայի ցավ էր դա, հայ մարդու ցավ էր։ Ինքը sense tense transform եղավ ֆիլմի մեջ։ Հիմա դու ես շատ տխրեցի, գիտես, քո հարցից, անկեղծ ասեմ, հանկարծ թևերդ բայց չբան անես, ուղղակի անկեղծ ասեմ, ինչի տխրեցի։ Ես տխրեցի, որ դու այսօր չես հասկանում ու ես մեղադրում եմ լիքը բաներ դրանում ու դրա համար այս ֆիլմը ծնվի։ Իմ հաջորդ ցավը էդ է։ Չես հասկանում քո identity-ն որն է։ Ինչու՞մն է քո identity-ի, ոնց որ ասում է Կուստուրիցյանին ֆիլմում, ինքը բոլոր ֆիլմերքերներին անցնում է follow the idea of your own nation, of your traditions, your nationality. Follow idea of your own people to be original and to compete others with your originality. Այսինքն, եթե դու այսօր դնես remake անես Անորայի Հայաստանի պայմաններում, չի ստացվելու։ Չի ստացվելու, որտեղ իրոք տես նպատակ չունեմ էլ, այդ հարցը իրականում կամ ասենք նույնը Սոնան, եթե remake անի, այնտեղ չգիտեմ, Dreamers-ը Հայաստանում, հա, Բերտալուչի օրինակ, հա։ Չի ստացվելու։ Կոպին չի ստացվելու։ Այդ դու ինքը եթե գտավ Հայաստանի Dreamers-ներին, այդ ժամանակ իր մոտ կստացվի, ինքը կարա կոնկուրենցիա անի, Լյուբոյ, դրսի, նույն քո ասա Ջորջիայի հետ եւ այլն եւ այլն։ Դուք պետք է հասկանաք, դուք պետք է այցելեք թանգարաններ։ Օրինակ դու եղել ես Լուսիկ Ագուլեցու թանգարանում։ Եղել ես, խորացել ես, պատմությունը գիտես իր։ Շատ իրական մակերեսան գիտեմ, եղել եմ նկարահանման համար։ Մակերեսորեն գիտես։ Չգիտեմ, այնտեղ նույն կան լիքը մեծեր ունենք, որոնց մասին ես ամաչում եմ, բայց ունեմ շատ հոյակապ մայրիկ, ում համար շնորհակալ եմ, շատ հայրեն ասել է ու շատ բան իմաց։ Ես նոր մեծեր եմ իմանում։ Այդ խենթ դեմքեր, որը մենք ունեցել ենք, որով արդեն իր պատմությունը լսում ես, դա պատրաստի գիրք է։ Ու դու չես կարող սապիրի ժվայ չանես իր պատմությանը, եթե at least մարդ ես, կապ չունի ինչ ազգի։ Ու դուք այդ մեծերին, որ իմանաք, իրանց вообще ճանապարհը, որ իմանաք, որ մենք այսօր թեկուզ էս ունենք, ուստեղ նստած ենք։ Իրանց իմանաք, հնարավոր չի attachment չլինի։ Ու սեր չառաջանա։
Հնարավոր չէ։ Իսկ երբ որ այդ սերը առաջանա, դու ինքդ ես գալու ես, որ դու իրանց product-ն ես եղել։ Որ դու ես մշակույթի product-ն ես եղել ու դու սենց ուզենալու ես դրա մասին խոսած։ Այդ ժամանակ այդ սաղ դուրս է գալու։ Ես դրա համար տխրեցի, որովհետև եթե գիտես ոնց Ժորդ, այո, ես ձերպես եմ մեծացել, ես ոչ 17 տարեկանից գնացել եմ, ու այդ շատ տխուր է իրականում։ Իմ ծնողները պրոստը ոչ թե նրա համար, որ չեն ուզեցել, իրանք չեն հասցրել, իրանք սովետի մարդիկ են եղել, սովետը փրվել է, փուճուր երեխաներ, լույս չկա, ջուր չկա, не до воспитания было, ինձ չեն դաստիարակել, ինձ ոչ մի չի դաստիարակել։ Բայց ես եղել եմ բանիմաց ընտանիքի մարդկանցից կարտացած, ասենք ծնողներ, տատիկներ եւ պապիկներ, բայց ցավոք սրտի ժամանակ չի եղել որ ես այսենց եղել եմ դարձա աշխարհի քաղաքացի, մինչև ինչ որ բարիք եկա ու ես հասկացա ինչ որ ներսից այդ մի օր գալու է։ Մի քիչ մեծանաս ինքը իրան գալու է այդ արնան, այդ հողի, այդ ամեն ինչը գալու է, ինչ որ կարոտ ես զգալու, ինչ որ պահանջ ես զգալու, լցնես մեջդ ինֆորմացիա։ Այդ տարիքն էլ է գալու, որ ուզում ես մեջդ լցնես ինֆորմացիա քո ռութի մասին։ Այդ կգա։ Դրա համար եմ ասում, ռեժիսորը 40-ից է սկսում։ Բայց որպեսի վերջացնեմ, ես շատ ցավալի իմ համար թեմա է, դրա համար սենց մտա կներեք որ, հա։ Չէ, շատ հետաքրքիր, հուզական։ Գիտես ոնց ասածս այն է, որ մենք ինքներս պետք է ինքնադաստիարակվենք։ Մենք գցած ենք, եղել իմ generation-ը, օրինակ ես ասում fucked up generation։ Մենք вообще մեզ շպրտեցին այսպես океանը, որտեղ մեր ծնողները հələ սովետի վախտ էին, էլի, все-таки սովորեն, ինստիտուտ բան, ռազգորդ բան, սաղ կա։ Իսկ մենք դե լողացի։ Մենք սկսեցինք լողանալ։ Մեկի բախտը բերեց, մեկի բախտը չբերեց, դրա համար ունենք ինչ-որ sense, հիմա ինչ-որ տարբեր ինչ-որ sense վիճակներ, բայց ինքնա բան արեք, ինքնա educate արեք։ Ինքնակրթվեք։ Ինքնակրթ։ Ոյ, լսեք, դա։